Դե ուզում ենք, որպեսզի երեխաները որոշ ամիսներով ոնց որ մնացածը, հա, տարի ու կես դարձավ, մեր երեխաներն են նույն ձև կարողանան մի քիչ շուտ վերադառնան իրանց ծնողներին, իրանց կյանքին, իրանց դասերին, որովհետև ոնց որ անարդար ինչ որ լինի, այդ վերջի գնացած երեխաների մասին է խոսքը, զինվորների։ Որոշումը չկար, չէ՞ դեռ։ Չէ, չկար։ Դե այնքանով, որ ասենք հենց իրանցից հետո նոր այդ տարի ու կես է լինում, հա, ծառայությունը 18 ամիս է լինում, նու զուտ այնքան որ մարդկային կամ ասենք երեխաները ամեն դեպքում ոնց որ ուզում են մի որոշ չափով իրանց էլ արդարություն լինի, իրանք է մի քիչ շուտ ետ վերադառնան իրանց առօրյա կյանքին։ Խոսել եք իրանց հետ, իրանք Ես չեմ խոսել, չեմ ասել իրան, որ նման բան կա, չեմ ասել, ուզում եմ, եթե ստացվի Աստված հաջողի, սյուրպրիզ կլինի իհարկե իրանց համար։ Ծառայությունից գոհ են իրանք։ Գոհ է, էդ եմ ասում, ինքը բացարձակ ասենք, միշտ խոսում ենք, ասում է, ամեն ինչ շատ լավ է, նորմալ, դուք ինչպես եք, միշտ մեզանից են հարցնում, բայց ամեն դեպքում այնա, որ իրան գոհ են, բացարձակ ոչինչ չունենք մենք, այսինքն ես ինքս չունեմ դժգոհելու, ուտելիքն է շատ լավ, իրավիճակն է շատ լավ, ինքը միշտ ամեն ինչ օքեյ է, շատ լավ է, նման խոսակցություն։ Նշեցիք, որ սյուրպրիզ կլինի իր համար, գուցե ինքը ընդհակառակը լավ առումով չընդունի։ Միգուցե ես չեմ կարող ասեմ, թե ինքը ինչ առումով դա կընդունի, ես որպես ծնող, ես որպես, ասենք, գա իր առօրյա կյանքին, իր ուսմանը, իր աշխատանքին կամ իր ընտանիք կազմելուն, դա էլ ինչու՞ չէ։ Բայց տարիներ շարունակ տեսեք, մեր ծնողները հպարտացել են, որ իրենց երեխաներին բանակ են ճանապարհում, հիմա ո՞րն է ձեր մտահոգության խնդիրը։ Դե նայեք, ես ձեզ ասեցի, հարցը մտահոգությունը չի, հարցը նա է, որ ասենք մի քիչ շուտ իրանք վերադառնան։ Հա, ուղղակի այդպես եմ ուզում։ Ինքը շուտ վերադառնա, արդարություն ասածը ո՞րն է, ինքը նայեք, չէ՞ որ մնացածը տարի ու կես են ծառայելու, հա, ինքը ամբողջ 2 տարին, ու իրանք վերջի գնացած զինվորներն են, մի տեսակ, եթե հնարավոր լինի մի քիչ քչացնելու այդ ժամկետը, ինձ թվում է ավելի լավ կլինի, եւ իրենց համար, եւ մեր համար, որպես ծնող։ Պաշտպանության նախարարին դիմել եք այդ խնդրանքով մինչ այս հավաքը։ Ոչ։ Չեք դիմել, առաջի այցն է։ Այո։ Իսկ ինչ ակնկալիքներ ունեք հիմա նախարարից։ Իհարկե լավ, իհարկե մեր պահանջը բարելավելու ակնկալիք ունենք, ինքս ինքյան, կարծում եմ բոլոր ծնողները։ Կարծում եք կընդառաջի ձեզ Պապիկյանը։ Կարծում եմ այո։ Միացվեք սրա։ Որպես ծնող, չէ, ես նոր եմ եկել, որպես ծնող եւ որպես մարդ, որպես հայր, կարծում եմ ինքը մեր վիճակի դրության մեջ կմտնի եւ կընդառաջի։ Հիշում եք ամիսներ առաջ էր կարծեմ, երբ Սուրեն Պապիկյանը կոչ արեց կանանց համալրել բանակում կանանց շարքերը, ծառայող կանանց շարքերը։ Դուք պատրաստվում եք ծառայել։ Ես կարծում եմ իմ տարիքը անցել է, որպեսզի ես ծառայեմ, թե չէ, ինչու՞ չէ։ Որպեսզի մշտական աշխատանք ունենամ, միգուցե ուզենայի, բայց կարծում եմ տարիքս անցել է։ Դե չէ, միայն աշխատանքի չէ, ուզում եմ ասեմ, ես հիմա, քանի որ տենց չեմ էլ աշխատում, ինչու՞ չէ, կուզենայի, բայց չէ, իմ տարիքը, ես այս տարիքի հաստատ չեմ կարողանա, կարծում եմ։ Հարմար աշխատանքի չեք պատասխանում, դիմեք։